Անդրադառնալով զինված ուժերին նշեմ, որ 25 թվականին զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել։ 25 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45%-ը եղել են պատահարներ, այլ խոսքով ոչ հանցագործություններ։ 1221-ը կամ 54.3%-ը հանցագործություններ։ Այդ թվում 687-ը կամ 56.3%-ը զինվորական, 534-ը կամ 43.7%-ը այլ հանցագործություններ։ 24 թվականի համեմատ պատահարներն աճել են 265-ով կամ 34%-ով։ Հանցագործություններն ընդհակառակը նվազել են 110-ով կամ 8.3%-ով։ Ընդ որում, ընդհանուր բնույթի հանցագործությունների դեպքերը նվազել են 82-ով կամ 13%-ով, իսկ զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 28-ով կամ 3.9%-ով։ 25 թվականին զինված ուժերում զինծառայողների ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը. ժամկետային 6 զինծառայող, սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող եւ 1 աշխարհազորային։ Ընդհանուր ծառայության հետ կապված մահվան 9 դեպք, 24 թվականի 27 դեպքի համեմատ։ Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են. ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք, զինվորական պաշտոնական անփութություն 1 դեպք, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդու մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք։ 25 թվականի ընթացքում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66%-ով։ 25 թվականի ընթացքում զինվորական դատախազության կողմից հսկված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 411 միլիոն 728 հազար դրամ։ Հիշեցնեմ, որ ապօրինի գույքի բռնագանձման ընդհանուր գործառույթի շրջանակներում նաև զինվորական դատախազությունն է իրականացնում պետական շահերի պաշտպանություն եւ խոսքը զինված ուժերում տարբեր գույքային չարաշահումներին է վերաբերում։ Այս գումարից միջդատական վարույթում վերականգնվել է 108 միլիոն 712 հազար 338 դրամը։ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից 25 թվականին իրականացվել է 280 ուսումնասիրություն, արձանագրվել է պետությանը պատճառված 1 միլիարդ 432 միլիոն դրամի վնաս։ 25 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից արտադատական կարգով։ 24 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 25 թվականի ընթացքում վերականգնվել է ևս 92 միլիոն։ 25 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց, ընդհանուր հայցագինը 4 միլիարդ 564 միլիոն է, հայցերից 5-ը բավարարվել են ամբողջությամբ, 19-ի քննությունը դեռևս ընթացքի մեջ է։ 5 բավարարված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափը 11 միլիոն դրամ է։